մեր Սաղմոս 2-ն ասում է համբարձի զաչ սիմիլերինս ուստի եկես թե ինձ օգնություն։ Մեր աչքերը դեպի լեռներ, դեպի բարձունք կհառնեն ու այնտեղից մեզ օգնություն կգա։ Պլութարխոսը մարդ բառը հենց այդպես էր բացատրում, վերև նայող, անթրոպոս, անո վերև, օպոս օպտիկա բառն է, նայող, վերև նայող, մարդ, որը հայացքը կարողանում է պարզել երկնքին ու այնտեղ վեհը տեսնել, բարձրը տեսնել, արժեքը տեսնել ու ինքնությունը։ Իսկ նկատած կլինեք, որ տարբեր լեզուներում, տարբեր կրոնների մեջ բացասական կենթանի, բացասական խորհրդանիշ է խոզը։ Ինչու չեն ասում ուրիշ, ինչու չեն ասում այ կենգուրու, ասում են այ խոզ, որովհետև խոզը ֆիզիոլոգիական առումով վիզը այնպես է կազմված, որ ինքը միշտ նայում է ներքին, վերև նայել ֆիզիկապես չի կարող։ Ինքը միշտ նայում է լափի մեջ։ Ինքը ծնվում է այդ լափին նայելով մինչև կյանքի ավարտը։ Ուտելիքի մասին կենթանի է։ Հիմա այդ կենթանու համար ֆիզիոլոգիական առումով մեղադրելի չէ, բայց այսօր իրենք եկել են խոզի օրակարգով, թալանից խոսելով, ուտելուց խոսելով, կոպեկար կոպեկից խոսելով, կոպեկի հացի, որ նայում եք իրենց պետական մտածողությունը ինչի մասին է, այստեղ հաց, այստեղ կաց, որովհետև խոզի տրամաբանությամբ են, խոզի տրամաբանությամբ, ոչ մի արժեք, ոչ մի ինքնություն, ոչ մի գաղափար, ոչ մի քաղաքականություն, միայն ամբարո, նյութական, հայհոյալից, ցածր ու իհարկե նաև հանցագործ ներկայություն։